Բարի լույս, եկել եմ մի շատ կարևոր թեմայից խոսել, ամբողջ համացանցը այսօր քննարկում է ուրեմն Գագիկ Ծառուկյանի աղջկա դեպքը, ես չէի խոսի այս մասին, եթե իհարկե իմ աչքին չերևար մի հատ լրագրողուհու ուրեմն հորդորը առաջի տիկնոջը Ուրեմն Անինա, հորդորումը առաջի տիկնոջը, որ դատապարտում է նման արարքը և հորդորում առաջի տիկնոջը, որ շատ արագ իրավապահ մարմինները բացահայտեն տարածողին և իհարկե համապատասխան ձևով խնդիրը լուծում ստանան։ Այո, ես էլ եմ դատապարտում, նախ առաջինը, նորմալ չի հայ կնոջը փնովել համացանցում։ Այո, ես էլ եմ դատապարտում և շատ վատ եմ դա ընդունում, որ որևիցե մեկը կարող է մտնել ինչ-որ մեկի տեղաշոր։ Ես էլ չեմ ընդունում, բայց հարգելի լրագրող ուհի ջղջիկակերպար, հորդորում ես Աննա Հակոբյանին շատ արագ խնդրին լուծում տա։ Եվ որքանով որ ես հիշում եմ, համացանցը ամբողջությամբ շատ հաճախ տարիներ շարունակ միշտ դուք խաղացել եք հայ կերպարի հետ, աղջկա, կնոջ կերպարի հետ, փնովել եք, դրել եք ձեր էջերում, խաղացել եք բարոյականության հետ, Աննա Հակոբյանին մի ժամանակ դուք ձեր լրատվականներով ինչ ասես ասում էիք, ինչ ասես, ամեն ինչ ասեցիք, նույնիսկ ընդդիմադիր դաշտի ակտիվիստների լկտի գրառումը առաջի տիկնոջ, вообще առհասարակ կանանց մասին վերցնում դնում էիք ձեր էջին, ձեր լրատվականներին, ու ձեր լրատվականները դնում էին հերիք չի, նաև տարածում էին, այդ խի չմտար եթեր, ասես ես դատապարտում եմ, որ առաջի տիկնոջ մասին նման գրառումներ անեք, ես դատապարտում եմ, որ մի հատ չգիտեմ, բլոգեր կլինի, մոդել կլինի, դերասանուհի կլինի, ինչ ուզում լինի, չմտար ասեցիր, երբ որ քո ընկերուհի Անի Ներկայարանը դրեց մեր կին լուսանկարները անհիմն տեղը, նույնիսկ մեր լուսանկարել է չդրեց ախր, գրառումները, որը որ արել էր Օրագիր Նյուզը, Վարդան Ղուկասյանի էջից ճպցրեցիք համացանց, մեզ սրբապիղծ են, մեզ սրբապիղծ դուք, դրեցիք, տարիներ առաջ, 3 տարի առաջ, խաղացիք իմ պատվի, իմ համբավի, իմ բարոյականության հետ, հասցրեցիք միջև ինքնասպանության, հայ միջալոց հազիվ կենտրոնի քննչականը որոշել է այդ գործին անդրադառնա, նույնիսկ մարդկանց ինստագրամում ու էջերում դեռ այդ նյութը կա, չեն ջնջել, մտանք դատարան դատը շահեցինք, ամեն ձևով, կենտրոնի մի հատ խնդրում եմ հլը դատախազությունը, հելնում ինձանից ներողություն խնդրի, համ ինձ պղծեն, համ ինձ տանեն հասցնեն դատարանի առաջ, դու ձեր տրյապկա աջակից ընկերուհին Անին, դու, որ դնում էիք բոլորի նկարները, պղծում էիք, այդ ոնց է չէիք հելնում դատապարտում, այո ես էլ եմ դատապարտում, հայ կնոջ կերպարի հետ ոչ մեկ իրավունք չունի խաղա, ընդհուպ անձնական դաշտ մտնի, այո ես էլ եմ դատապարտում, չի կարելի, բա դուք խի չէիք ասում, խի չէիր հելնում ասում Աննա Հակոբյան, ես հորդորում եմ և խնդրում եմ, որ ես հարցին լուծում տաք, այդ աղջիկը հասավ ինքնասպանության, էդի ձեզ ձեռ էր տալի, դրա համար չէիք խառնվում իրար, այս մեկը ձեր արածը չի, այս մեկը չեք համարձակվում անել, որովհետև սա Ծառուկյանի աղջիկն է, այ երբ որ ներկայիս իշխանության աջակիցների կողմից կլինի, դու տես ոնց է կարագի մեջ տարածում,
Դու տես ոնց եք մի երկու բառ էլ վրան դրած գրում ու ճպսնում համացանց։ Բա այդ ոնց եղավ։ Դուք ձեր արածը նայում եք, հարգելի չղջիկակերպար լրագրողուհի։ Հա, Սաթիկ Սեյրանյանը ինչ ասես խոսում է Նիկոլ Փաշինյանի մասին։ Ձեր լրագրողն է, ձեր ղեկավարությունից է։ Միության նախագահն է կարծեմ լրագրողների։ Ինչ ասիկ, դաժե ընդཐུպ ասիկ, չասեմ էլի, ես չեմ էլ կարում էլի ասեմ, ինչեր եք դուք ասե, ինչ հոդվածներ եք դուք տարածե, բոլոր կին քաղաքական գործիչների մասին, մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանից մասին, ինչ ասես գրում էիք, այսօր մարդու իրավունքներից ես խոսում, խի Ծառուկյանի աղջիկա, մենք աղջիկ չենք, խի Ծառուկյանը, բա մեր հերն էլ մեր հերն է, իմ հերն էլ է հեր, իմ հորը հասցրեցիք ի ֆակտի, հա անս բաներ հրապարակեցիք, են մեկին հասցրիք ուրիշ բանի, խի սխալ եմ ասում, սխալ չեմ ասում, ինչ ասես անում էիք, ասում էիք են սրա վրա է միզում այսքանով, են սրա վրա է միզում այսքանով, հետո ինչ, որ տեղաշոր չեք մտել է, ավելի բեթարն եք արել, հիմա հələ մի հատ հոդված չեք դնում, որ ասեք Ծառուկյանի աղջիկա վրա այսքան են միզում, ին վրա դրել եք, իմ ու վարչապետի նկարը դնում էիք ու ինչ ասես գրում էիք, այդ խի եք իմ բարոյականության հետ խաղում, տիկին առաջի տիկնոջը ինչ ասես ասում էիք, խի առաջի տիկինը մայր չի, խի առաջի տիկին ինչ որ մեկի աղջիկը չի, հա, խի մեր նախարարները կին, ինչ որ մեկի աղջիկը չեն, խի կին չեն, մայր չեն, ընչի Ծառուկյանի աղջիկը ումից է առավել, բայց ես, այո, դատապարտում եմ, հարգելի քաղաքացիներ, հանդարտվեք, ոչ մեկի անձնական կյանքը այսօր, տենց կանանչ գծով չի անցնում, բոլորն էլ իրենց ընտանիքում, անձնական կյանքում, կամ առհասարակ ունեն իրենց թերությունները, այո, ես դատապարտում եմ և հորդորում եմ բոլորը հանդարտվեն, չի կարելի, մարդու անձնականը հանել տեղաշոր, այդ ինչի մեր դեպուտատների կանանց, ընտանիք եք մտել դեպուտատների, հարգելի լրագրողուհի, չղջիկակերպար, դու էլ հանդարտվի, եղավ ժամանակին ընենց բաների իր գրում, արի մի դրվագ ասեմ քո կյանքից, այո դու էլ ես խաղացի աղջկա պատվի հետ, գիտես ոնց, երբ որ քարոզարշավին գալիս ես, պրովոկացիոն հարցեր ես տալի, մարդուն հասցնում ես շատ ծանր հոգեկան վիճակին, որ մարդը ֆրամի նախադասություն քեզ ասի ու հետո գնաս դատես այդ մարդուն, բա այդ էլ է ասա, այդ էլ շատ վատ պահվածք է, լրփի նման հելնում գնում ես քարոզարշավում, որ քեզ դաժե բրթելով են անցնում քո վրա, այդ էլ շատ վատ բան է, գիտես, որովհետև աղջիկը պետք է լինի աղջիկ, դու էլ ես խաղում կնոջ կերպարի հետ, դու գիտես ոնց ես խաղում կնոջ կերպարի հետ, երբ որ քո դեմքին թքում են, ասում ես անձրև ա գալի, այ որպես կին, այ արդեն խաղում ես կնոջ կերպարի հետ, երբ որ շատ ու շատ բաներ հրապարակում ես, որը ցենզուրայից դուրս է, երբ որ քարոզարշավներին գնում ես, լրփությունդ այդ միկրոֆոնդ վերցնում ես, ընկնում ես մարդկանց հետևից, հրահրում ես, որ մարդիկ ինչ-որ մի բան քեզ ասեն ու տանում ես դատի ես տալի, ես ունեմ ինձ հարազատ մարդ, որ դատական գործերի մեջ է, քո և քո ընկերուհիների հետ միասին, դա էլ կնոջը հարիր չի, դա էլ կնոջը պահվածք չի, այ որ դու հիմա մեր կանանց բարոյականությունը դնում ես կասկածի տակ, քո հոդվածներով, քո արարքով, քո վարքագծով, եղավ ու առաջի տիկնոջն էլ մի խառնիստ է, առաջի տիկինը ինչ կապ ունի Ծառուկյանի աղջկա մաքրության կամ չմաքրության հետ,
Ինչ ես հորդորում։ Հորդոր էի ժամանակին։ Ատենց չեն ասում, սենց են ասում։ Ասում են, հարգելի տիկին Հակոբյան ջան, խնդրում եմ, այսուհետ, այո, միայն դուք կարող եք շատ խիստ դատապարտել բոլոր կանանց նկատմամբ որևիցե մեկը վատ կոմենտ կամ վատ արտահայտություն կամ վատ հոդված դնի։ Այո, դուք կարող եք դեմ լինել, դուք կարող եք այդ հարցին լուծում տալ եւ դուք կարող եք միայն այդ խնդիրը լուծել։ Կարող եք այնպես անել, որպես առաջի տիկին ոչ մի կնոջը չկպնեն եւ ոչ մի կնոջ ոչ թե միայն Գագիկ Ծառուկյանի աղջկա հարցը շատ արագ լուծեն, այլ ոչ մի կնոջ բարոյականության համբավի հետ չխաղալ ու շատերին էլ չհասցնել ինքնասպանության։ Այդ ինձ կարելի ասել, հարգելի չղջիկուհի, ոչ թե ասել շատ արագ լուծում տուրես հարցին, որովհետեւ ինքը Գագիկ Ծառուկյանի աղջիկն է։ Դե կներես, մեր հերն էլ հեր չէր, էլի, մենք էլ մարդ չէինք։ Հանգիստ։ Այդպես չեն ասում, սովորի ոնց են ասում։ Ես քեզ կսովորացնեմ ոնց դիմել առաջի տիկնոջը։ Ես քեզ կսովորացնեմ հարգել կանանց։ Հասկացար չղջիկուհի ջան։ Ժամանակին դու ես մեզի փնովե, ժամանակին դու ես մեզ ինչ ասել ես։ Ժամանակին դու ես մեզ հանե անբարոյական։ Դու կամ օրագիր իշ կապ ունի, երկուսդ էլ նույն դաշնակների լրագրող եք։ Դաշնակները սովոր են աղջիկների համբավի հետ խաղալ։ Հեռու մի գնա, ձեզնից սկսի։ Ինչ որ մեկին մի բան խնդրելը, առաջինը դու քեզանից սկսի, չղջիկուհի ջան։ Ներողություն։ Եվ առհասարակ, այո, ես դատապարտում եմ եւ ուզում եմ, որ բոլորը վերջ տան կանանց փնովել, կանանց մասին ինչ-որ բան գրել, ընդհուպ նաեւ այն աղջիկները, որ նաեւ TikTok հարթակում մեկը մեկին վիրավորում, հա մեկը մեկին, չգիտեմ, մեկը մեկի նկատմամբ անբարո խոսքեր ասում։ Եվ այո, միայն առաջի տիկինը կարա այս հարցերին վերջ տնել։ Պաշտպանի հայ կնոջ գենը, պաշտպանի հայ կնոջ կերպարը։ Բոլորի։ Այ այսպես են ասում, սովորի, չղջիկուհի։ Вообще չի ուզում Կիրակյորով մտնեի խոսայի հետ անկեղծ, բայց տեսա, որ շատ է ոնց որ տարածվում այս թեման ու բոլորը կպնում են այդ մարդու նեղանձնականը դա եւս սրբապիղծ բան է մտնել ու հանել, հրապարակել։ Առհասարակ Facebook սոցիալական կայքը դա կնոջը փնովելու տեղ չի։ Եվ հետո չասեք ազատ խոսքի իրավունքը, չկա այդպիսի բան։ Ազատ խոսքի իրավունք կարա լինի նորմալ բանավեճ կարա լինի, նորմալ կարա լինի քաղաքական հարցերով, կարծիք կարա լինի, բայց ոչ թե հայ կնոջը փնովել, խաղալ հայ կնոջ բարոյականության հետ։ Խնդրում եմ հարգելիներս վերջ տվեք։